Դերասանուհի Ինա Խոջամիրյանը վերջին տարիների ընթացքում ամենաքննարկված մեդիա դեմքերից մեկն է։ Դերասանուհին վերջին շրջանում պասիվ գործունեություն է ծավալում, նրան էկրաններին հազվադեպ կարելի է տեսնել։ Սակայն վերջին տարվա ընթացքում նոր գեղարվեստական ֆիլմ նկարահանվեց ու արդեն մեծ էկրաններին բարձրացավ։ Ինան ինստագրամյան հարթակում կիսվել էր հույզերի ու տպավորությունների մասին։ Նա նշել էր հետևյալը. «Մոլորվածն իմ առաջին լիամետրաժ ֆիլմն է։ Ու այս առաջարկը ստացել եմ կյանքիս էն փուլում, երբ ամենաշատն էի մոլորվել ինքս իմ մեջ։ Ես էլ իմ բաժին մոլորվածն էի։ Իմ ներդաշնակությունն ու հավասարակշռությունը վերականգնելու ճանապարհին ստիպված եմ եղել հրաժարվել մի շարք ֆիլմերից վերջին տարվա ընթացքում։ Էն ֆիլմերից, որտեղ միշտ երազել էի լինել։ Տենց շրջան էր, դժվար էր, մի օր կպատմեմ։ Ու նույնը տեղի ունեցավ և էս ֆիլմի քննարկման ժամանակ։ Ուղղակի էս դեպքում ռեժիսորը, ով հետո ընկեր դարձավ, կարողացավ համոզել ինձ ստեղծագործելու միջոցով բուժվել։ Ու իմ մոլորությունը մասամբ թաղեց Վիկայի մեջ, էն աղջկա, ով ես չեմ լինի, ինձանից անսահման հեռու էր ու անճանաչելի, ծայրահեղություն էր ու ծայր աստիճան վախենալի, բայց ով իր ներդրումն ունեցավ ինքս ինձ վերագտնելու իմ ճանապարհին։ Իմ փոքրիկ մասնակցությունն էս ֆիլմում հենց իմ համար անսպասելի, նաև անհասկանալի պոտենցիալ բացեց։ Պրեմիերայից հետո շատ սիրուն հույզեր եմ ապրել, էն ինչ լսել եմ երեկ իմ գործընկերներից, ոլորտի մարդկանցից ու դիտողներից դասավորել եմ սրտումս։ Դրանք սրտում պահելու խոսքեր ու շնորհավորանքներ էին, ինստագրամյան հարթակում գրել էր Ինա Խոջամիրյանը։ Իսկ մենք հավելենք, որ վերջին շրջանում քննարկվում էին Ինա Խոջամիրյանի և դերասան, պրոդյուսեր և ռեժիսոր Գոշ Հակոբյանի բաժանության մասին լուրերը, որոնք ըստ երևույթին արդեն հստակ ու հաստատված են։ Վերջին ամիսներին Ինան էմոցիոնալ ու զգայուն հրապարակումներ հաճախ է անում։ Դերասանուհին նոր խորհրդավոր գրառում է արել. «Հասկացա, որ վերջերս շատ եմ լռում, կամ խոսելիս էլ հիմնականում խոսում եմ անպետք բաներից, իսկականը թողնելով։ Ու այսօր առաջին անգամ հույզերս տեղի տվեցին։ Ավելի ճիշտ, հույզերս արթնացան։ Խառը էմոցիաների օր եմ ունեցել։ Խառը մարդկանց, տատանումների, խառը մտքերի, խառը գործերի, ու արդյունքում սա էստեղ եմ թողնում մտքերս բարձրաձայն, մաքրելու համար։ Ես սիրում եմ ինձ։ Ծնվելու եմ շուտով, 29-րդ անգամ և վերածնվեմ։ Բարի գիշեր», ինստագրամյան իր էջում գրել էր Ինա Խոջամիրյանը։ Այո, ինչպես արդեն նշեցինք, դերասանուհու անձնական կյանքը բազմիցս հայտնվել է քննարկումների, երբեմն նաև քննադատությունների կենտրոնում։ Դեռ տարիներ առաջ դերասանուհին բավական բաց էր պահում իր անձնական կյանքը։ Այդ թեմայով խոսում էր ամենատարբեր հարցազրույցների ժամանակ, հրապարակումներ էր անում։ Սակայն առաջին բաժանումից հետո Ինան որոշեց գաղտնիություն պահպանել և հազվադեպ էր խոսում այդ մասին։ Հրապարակումներ էլ առհասարակ չէր անում, էլ չենք ասում, որ հարցազրույցների էլ չի մասնակցում։ Մի քանի սիրավեպերի մասին քննարկումներից հետո Ինայի անունը սկսեցին կապել դերասան Գոշ Հակոբյանի անվան հետ։ Հարաբերությունների սկզբնական շրջանում զույգը փորձում էր որոշակի գաղտնիություն պահպանել այդ թեմայով, ոչ հաստատում և ոչ էլ հերքում էր տարածվող լուրերը։ Միայն 2 տարի առաջ, իր ծննդյան օրը, Գոշ Հակոբյանը ինստագրամյան հարթակում Ինայի հետ համատեղ համբույրի լուսանկար հրապարակեց, այդպիսով հաստատելով իրենց միությունը։ Նրանք նախ նկարահանվում էին հեռուստասերիալներից մեկում, ապա սկսեցին սեփական նախագծերը թողարկել, որոնք այս կամ այն չափով հաջողություն ունեցան։ Թվում էր ամեն ինչ ներդաշնակ է ընթանում, և ի վերջո դերասանուհու այս հարաբերությունները օրինական փուլ կմտնեն։ Սակայն ընդամենն ամիսներ առաջ Star News-ը ձեզ հայտնել էր, որ Ինան և Գոշը դադարել են հետևել միմյանց ինստագրամյան հարթակում, ինչպես նաև հեռացրել են համատեղ բոլոր լուսանկարները։ Ավելի ուշ էլ դերասանուհին բավականին տարօրինակ հրապարակում էր արել ինստագրամյան իր էջի սթորիզ բաժնում, նշելով. «Վերջ»։ Այս ամենը թույլ էր տալիս ենթադրել, որ զույգը բաժանվել է, սակայն դեռևս չի շտապում բարձրաձայնել այդ մասին։ Եվ Գոշի և Ինայի նմանօրինակ գրառումներից էլ պարզ է դառնում, որ հստակ է մի բան՝ զույգը բաժանվել է։ Նշենք նաև, որ բաժանման լուրերի տարածվելուն պես Ինա Խոջամիրյանը հեռացավ երկրից։ Նա ամիսներ շարունակ ճամփորդում էր և այդ ընթացքում ևս կիսվում էմոցիոնալ տարբեր հրապարակումներով։ Հավելենք նաև, որ վերջերս Ինան նաև իր ինստագրամյան էջում անկեղծացել էր ու խոսել այն մասին, որ միշտ ցանկացել է պսակադրվել Արցախում, Ղազանչեցոցում։ Այդ մասին նա գրել էր հետևյալը. «Այս մասին
Իմ շատ մեծ ընտանիքին պատմեմ եւ ինչպես ասում է հայի ճակատագիրը կնքած ռուսը, «Может, тогда отпустит»։ Մայիսի 5-ին, երբ կյանքումս առաջին անգամ մտա Ղազանչեցոց, պատարագ էր, որը ջնջեց իմ գլխից իմ տեսած նախորդ բոլոր, հազարավոր, բառի բուն իմաստով հազարավոր պատարագները։ Կլանվել էի, փշաքաղվել էի, տարվել էի ու ամենաիսկական երկխոսության մեջ եմ եղել Աստծո, տիեզերքի, ինքս ինձ հետ։ Ու այդ օրվա հեքիաթի մեջ ես շատ ինքնաբուխ, բայց հստակ ուխտել եմ Ղազանչեցոցում պսակադրվել, երբ էլ որ դա լինի։ Դա երևի իմ ամենաանկեղծ երդումն ու հաստատումն էր նրա, թե ինչ զգացի ու ինչ տեսա ներսում։ Երբ Ղազանչեցոցը հանձնվեցի նաև ես, ու իմ մեջ մեռավ այն ամենը, ինչ այդ օրը զգացել, տեսել ու ինչին հավատացել էի։ Տարիների հետ միտքը մաքրող մի փոքր հույս եկավ, ու ես սկսեցի հուսալ, որ մի օր նորից կակաչների խելագարության չափ սիրուն դաշտերի միջով Ստեփանակերտից կբարձրանամ Ղազանչեցոց ու նորից կսկսեմ հավատալ։ Երբ 9 օր հերքելուց ու իրականությունից փախչելուց հետո այսօր մեռավ հույսը, մեռա եւ ես։ Եղավ այն, ինչ եղավ, ու գրողի ծոցը իրար միս կրծող, իրար մեջ երևանցի, արցախցի ու գյումրեցի բաժանող, իրար ատող ու չար բոլոր էգոիստները։ Ես էլ եմ էգոիստ, սա էլ իմ երազանքն էր, որը չկա։ Միտքս բարձրաձայն մաքրում եմ, որ շուտ վերականգնվեմ։ Ես էլ, ինչով կարող եմ օգնեմ իմ հայրենակիցներին, փակվելու ու տանջվելու տեղ չկա այլևս, գրել էր դերասանուհին։ Նույն շրջանում Ինան եւս մեկ գրառում էր արել, որը եւս ներկայացնում ենք ձեզ։ Էնքան կեղտոտ նամակներ ունեմ, էնքան չարախոսություն ու պիտակներ ու մեղադրանքներ եմ ստացել, զուտ նրա համար, որ ապրում եմ, ուղղակի, որ կոկորդս չեմ պատռում Արցախի համար ու լուռ եմ, թե իմ կոկորտ պատռելը կբացեր այդ ճանապարհը, երդվում եմ, պատրաստ եմ, բայց թե ուզում եք, որ ես էլ Արցախի համար կոկորտ պատռելու անունի տակ ձեր պես ցեխ շպրտեմ իմ մյուս հայրենակիցների վրա, ատելություն սերմանեմ, դավաճաններ փնտրեմ, մեկին թաղեմ, մյուսին անիծեմ, հայհոյեմ ու չարանամ, ապա հանգիստ թողեք ինձ։ Ամենաշատը, ինչ ես ուզում եմ, որ այս նկարի ամենափոքր, բայց արդեն տանջված ու լիքը բան տեսած աչուկները այս ամենը չտեսնեին ու եթե ճար կա, չտեսնեն այսուհետ։ Մենք երևի աղավաղված մանկություն ենք ունեցել, որ այսքան չարացել ենք իրար հանդեպ։ Ամենաշատը, ինչ ուզում եմ, այս մի բուռ հողի նոր ու մատղաշ սերունդը եւս աղավաղված մանկություն չունենա, եթե հնարավոր է դա։ Իսկ իմ մասին մի մտահոգվեք։ 2020 թվականից այս կողմ ես ամեն գիշեր աղոթում եմ քնելուց առաջ, որ հաջորդ առավոտյան մղձավանջի մեջ չարթնանամ, նորից, չնայած մղձավանջի մեջ էլ ապրում ենք։ Ես գոնե հավատում եմ, որ մի տեղից մի լույս կվառվի։ Ես այդ հույսը փայփայում եմ մինչև օրս, գրողը տանի։ Ու դա, եթե ձեզ մեծարգո պսևդոհայրենասերներիդ չի բավարարում, ինձ բուժում է մասամբ։ Մնացածդ հետաքրքիր չեք։ Ինստագրամյան իր էջում գրել էր Ինա Խոջամիրյանը։